Խնդրեմ դուք նշեք հանրակրթության խնդիրների մասին, որովհետև Արմենն էլ իր խոսքում նշեց, որ հանրակրթությունն էլ ունի բազմաթիվ խնդիրներ եւ ես էլ կարող եմ փաստել իմ հետազոտական փորձից, որ ինչպես օրինակ չկան արվեստի ուսուցիչներ հեռավոր համայնքներում կա, միգուցե ոչ այդքան հեռավոր, նույնպես նաև չկան ուսուցիչներ, թե գյուղական, թե քաղաքային համայնքներում եւ շատ մեծ անկում է ապրում ուսուցչի մասնագիտության հեղինակությունը։ Եթե դեռ 15 տարի առաջ դա լավագույն հնարավոր աշխատանքներից մեկն էր համայնքում, ապա այսօր դա այդպես չէ։ Խնդրեմ դուք նշեք հանրակրթության հիմնախնդիրների մասին եւ թե ինչպես է դասավանդիր Հայաստանը փորձում լուծումներ գտնել, կամ ինչ լրացուցիչ խնդիրներ է տեսնում, որոնք մենք չգիտենք։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ ևս մեկ անգամ խաչիկում լինել։ Հանրակրթության մասին խոսելիս ես շատ կարևորում եմ, որ առաջին կետով նշենք, որ իրոք հանրակրթությունը մեր երկրում ճգնաժամ է ապրում։ Առաջին կետը կարևոր ընդունելն է դա, որ իրոք հանրակրթությունը վատ վիճակում է։ Դրա մասին փաստում է նաև պաշտոնական թվերը, եթե մենք նայենք պաշտոնական տվյալներին, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա տարրական դպրոցն ավարտած ֆունկցիոնալ անգլիագետ է։ Ինչ է դա նշանակում, որ չունի տարաճանաչություն, բաց տեքստեր չի կարողանում կարդալ եւ թվաբանություն բաց չի կարողանում իրականացնել։ Մենք ունենք շարունակաբար երկրում 700 ուսուցչի, յուրաքանչյուր 3 երեխա։ Այո։ Տարրական դպրոցն ավարտած երեխաների 35%-ը ֆունկցիոնալ անգլիագետ է համարվում Հայաստանում։ Սրան գումարվում է ուսուցիչների թափուր հաստիկները, մենք շարունակաբար երկրում ունենք գրեթե 700 կարողանում են գրել, բայց տառերը նկարելով բաց տեքստեր հասկանալ եւ դա վերարտադրել չեն կարողանում։ Ունենք 700 ուսուցչի թափուր հաստիկ երկրում, ինչ ենք հասկանում, ասելով թափուր հաստիկ, որ տվյալ առարկան չի դասավանդվում առհասարակ դպրոցում։ Եվ մենք դասավանդի Հայաստանով նման փորձառություն շատ ենք ունեցել, երբ որ ուսուցիչներ են գործուղել համայնքներ, թե Հայաստանում, թե Արցախում, որտեղ տվյալ առարկան 5-6 տարի չի դասավանդվել առհասարակ, եւ մեր ուսուցիչը առաջինն է եղել, որ այդ առարկան դասավանդել է։ Մեկ այլ խնդիր, որ սրան գումարվում է նաև, որ ըստ պաշտոնական տվյալների կրկին առաջիկա 10 տարվա ընթացքում գործող ուսուցիչների 50%-ը կենսաթոշակային տարիքն են հատում, փաստացի մենք ամեն երկրորդ ուսուցչին փոխարինելու կարիք ունենք, բայց բոլորս հասկանում ենք, որ մենք մեր համալսարաններում, մեր մանկավարժների մենք չունենք նման պոտենցիալ ամեն երկրորդ ուսուցչին փոխարինելու։ Եվ դասավանդի հանուն Հայաստանի հիմնադրամի լուծումը այս դեպքում տարբեր մասնագետների վերապատրաստել եւ համայնքներ գործուղելն է։ Գործուղել ոչ միայն դասավանդելու, այսինքն մեր նպատակը կրթությունը չէ, որ գնան ուղղակի լրացնեն հաստիկները ու երեխաները ինչ-որ ձևով ստանան կրթություն, այլ մեզ համար կրթությունը գործիք է, որ երեխաները հասնեն իրենց նպատակներին, բացահայտեն իրենց պոտենցիալը, իրենց համայնքի պոտենցիալը եւ այդ 2 տարին, որ մեր ուսուցիչները լինում են համայնքում, դա չավարտվի հենց 2 տարով, այլ շարունակվի երեխաների սարածով, իրենց գիտելիքներով, իրենց հմտություններով։ Եվ փաստացի մենք յուրաքանչյուր տարի մենք Անահիտին ունենք կարծում եմ այստեղ հիմա արդեն երկրորդ տարին Նախաչիկում դասավանդում ուսուցիչներ ունենք, որ այսօր այցելել են մեզ, փորձում ենք լրացնել ինչ-որ չափով բացը եւ դրա հետ մեկտեղ իրականացնել համայնքային զարգացման ծրագիրներ, որտեղ 90% դեպքում դա արվեստի եւ մշակույթի կրթության բարելավումն է տվյալ համայնքում։ Շատ լավ, շնորհակալ եմ։